կապերի պրոբլեմների պատճառով։ Եվ հիմա այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաեւ ԵԱՏՄ-ի սահմաններում։ Կամ հիշում եք օգոստոսի 8-ին, երբ որ օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ասվում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստանն է։ Ես էլ ասում եմ ոչ։ Ասում եմ, սա նոր հնարավորություններ է բացում նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ Հիմա այն ինչ անկախ Հայաստանի եւ անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել։ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն երկաթուղային կապ։ Եվ նաեւ այս որոշումները ԵԱՏՄ շրջանակում շատ ակտիվացնելու են։ ԵԱՏՄ շատ կան ռազմավարական որոշումներ,